Սես, Սուրբ եղեցի անուն քո, եկեցե արքայություն քո, եղեցին կամ քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր անապազոր, տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թող մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարե։ Տատս էլ հետաքրքիր մի աղոթք ուներ, իր աղոթքի մեջ այսպիսի խնդրված կար, երբ որ մարդիկ էին գալիս սրբատեղի, ինչ որ մի խնդրով, իր աղոթքը այսպիսին էր, ասում էր Տեր Հիսուս Քրիստոս, դու էլ գիտես, որ բժշկությունը ոչ թե ես եմ տվողը, ինձանից է, այս սրբից է, գրքից, այլ քեզանից է։ Եվ այդ ավանդական ընտանիքում մեծացած լինելով միշտ դեպի Աստված գնալու կարծես այդ ներքին ձգտումը եղել է իմ մեջ, Աստվածուն ավելի մոտիկից ճանաչելու ձգտումը եղել է, բայց որ ասեմ հստակապես որոշել եմ, տրամադրված եմ եղել ճեմարան ընդունվելու, կարծես թե ստացվել է միամտաբար։ Ինձ առաջարկեցին, որ մի շատ լավ տեղ կա սովորելու, որտեղ կարող եմ եւ մեր եկեղեցու պատմությունը լավ ուսումնասիրել եւ Աստծո մասին ավելի շատ իմանալ, գնացի դեպի ճեմարան, սիրեցի, ուսանեցի 4 տարիներ, հետո ճիշտ է ձախողեցի, բայց զինվորական ծառայությունից հետո արդեն հաստատական որոշած հետ եկա, թեմում հոգևոր սպասավորության մեջ մտա, հետո կանչվեցի դպրոց որպես հայ եկեղեցու պատմության ուսուցիչ, 10 տարիներ դասավանդեցի դպրոցում, մեր կողքի գյուղում, Արագած գյուղում, 8 տարի եւ 2 տարի էլ իմ ծննդավայր Ծաղկաշեն գյուղում ապարանի, հետո թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ դիմեցի քահանայից պատրաստման լսարան, հոգևոր կրթությունս ավարտին հասցնելու եւ Աստծո ողորմությամբ 2014 թվական սեպտեմբերի 21-ին արժանացա քահանայական օծության Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի ձեռամբ եւ կոչվեցի Արագածոտնի թեմում ապարանի հովության 14 գյուղերի որպես հոգևոր սպասավոր մինչև 2025 թվականի հունվարը սպասավորություն բերելով ապարանի տարածաշրջանում, հետո 2025 թվականի հունվարից Սրբազան հոր օրհնությամբ տեղափոխվեցի Հովանավանք, այլևս ծառայությունը շարունակելու Հովանավանքի վանական համալիրում որպես հոգևոր սպասավոր։ Ուխտատեղի հետ կապված 2 տարածված ավանդույթներ կան, Սուրբ Վարվարայի հետ կապված, գիտենք, որ ինքը ապրել է 4-րդ դարում, հեթանոս ծնողի զավակ է եղել, ծանոթանալով տեղի քրիստոնյաներին, որտեղ հոր սիրելի դուստրը լինելով իրեն արգելված չէր շրջել, ծանոթանալ եւ ինքը ծանոթանալով քրիստոնյաների հետ սկսում է ուսումնասիրել քրիստոնեական հավատքը, շատ սիրով, սրտանց, ամբողջ իր զորությամբ դառնում է դեպի Քրիստոս, թողնում է ամբողջ հեթանոսական աստվածպաշտությունը, ինչ իր ծնողները աստվածներ էին կոչում եւ պաշտում էին իր համար, արդեն դրանք ուղակի արձաններ էին։ Երկար ժամանակ գաղտնի էր սա պահվում, մինչև որ մեկ օր ինքը անձամբ հորը խոստովանեց, որ ինքը ունի կենդանի Աստված, Քրիստոս, որին հավատում է Սուրբ Երորդությանը եւ ինքը պատրաստ է ամեն ինչ թողնելու հանուն Քրիստոսի։ Շատ համոզելուց հետո, կարելի ասել կաշառքներ խոստանալուց հետո, անգամ խոստանալով ազնվական մեծարուստ, մի սիրուն երիտասարդի հետ ամուսնացնել, ինքը ամեն ինչ մերժեց հանուն Քրիստոսի եւ բարկացած հոր ձեռքով էլ նահատակվեց, այդպես է ասում, ավանդույթը պատմում է վարքը Սուրբ Վարվարայի, որ հայրը անձամբ սրով գլխատեց իր դստերը, այդքան բարկացած լինելով իր դստեր վրա, բայց հենց դրանից հետո էլ աստվածային պատիժը չուշացավ եւ ասում է երկնքից կրակ թափվեց եւ փոշիացրեց հորը եւ իրեն ուղեկցող այն զինվորներին, ովքեր որ իրեն քարշ տվեցին լեռները եւ գլխատեցին։ Սա մեկ ավանդույթն է եւ այս ավանդույթի համաձայն
իր մասունքը գտնվում է սրբավայրում եւ մեկ ուրիշ տարածված ավանդույթ էլ կա ծաղիկ անունով մի աղջկայի հետ կապված պատմությունները շատ նման են իրար ուղղակի Վարվարան ազգությամբ հույն էր ծաղիկը ազգությամբ հայ է համբարձման լեռի նման էս ուխտավայրն էր մի լեռը որտեղ մենք բարձրանում ենք ինչի համար Քրիստոսին կրկին անգամ հանդիպելու համար որտեղ Քրիստոս ճիշտ է համբարձվեց բայց խոստումով գնաց ասաց ես գնում եմ բայց չվախենաք միշտ ձեր հետ է այսինքն Քրիստոս միշտ մեր հետ է մենք եթե ուզում ենք իր հետ հանդիպում ունենալու այդ հանդիպումը կկայանա եթե մենք հավատքով դիմենք իր տեսությունը ուզենք հաստատ կկայանա շատ-շատերը այս ճանապարհը կտրում գալիս ենք ուղղակի այս սրբավայրի գեղեցկությամբ հիանալու, սմայլվելու, այստեղի գեղեցիկ բնությամբ գալիս ենք անպայմանորեն ցանկանալով, որտեղ ժամանակ է լինում, որ կարող է եւ ջուր չլինի կամ շատ հազիվ խոնավ լինեն, մարդիկ ուզում են անպայման դրանից մասունք առնել, չի ուզենա, որ այս տեսակ մոտեցում լիներ, այ որպես հոգևորականի իմ խորհուրդը, իմ խնդրանքը ինչու՞ չէ իմ ժողովրդին պիտի լինի այս, որ մենք ոչ թե ինչ որ մի բանի հպվելու հետ կապենք մեր ուխտը, մեր հավատքը, այլ աղոթքի զորության հետ կապենք մեր հավատքը։ Սրբերի բարեխոսության հավատալով, իրենց բարեխոսությունը խնդրելով Աստծո մտերմությունը ունենալու, այդ հանդիպումը ունենալու հույսով ու հավատքով գանք այստեղ, որտեվ շատ անգամներ մենք եկեղեցի ենք ոչ միայն այստեղ, այլ որևէ միտեղ եկեղեցի ենք մտնում ուղղակի մոմ վառել եւ հեռանալու կամ ուղղակի այդ եկեղեցու ճարտարապետությամբ հիանալու համար, այստեղ կարելի ասել հավատք չկա։ Գիտեք, ջրի հետ կապված ավետարանում մենք կարդում ենք, գիտենք մի ավազան կար, որ կոչվում է պրոբատիկեի ավազան, շատ հիվանդներ հավաքված էին այդ ավազանի մոտ եւ ասում է տարին մեկ անգամ պատմում է ավետարանը, որ Տիրոջ հրեշտակը իջնում եւ ջրերը խառնում էր եւ ով որ այդ հիվանդներից առաջինը մոտենում էր ջրին եւ լվացվում էր, ինչ տեսակ հիվանդություն էլ ունենար այդ մարդը, ապաքինվում էր։ Բայց տեսեք ոչ թե ջուրն էր իրեն բուժում, այլ հրեշտակը Աստծով այդ ջրին հաղորդում էր զորություն, սրբություն, որը եւ բժշկում էր, այսինքն ոչ թե ջուրն է բժշկող, կրկին անգամ տեսնում ենք, որ աստվածային զորությունն է։ Ժամանակ կար, որ հրաշքն էր ծնում հավատք, բայց ժամանակ էլ կա, այո, որ հավատքը պիտի հրաշքներ ծնի։ Պատմեմ ձեզ մի դեպք, պատարագի ենք մեկ ուրիշ սրբատեղիում, ես պատարագիչն էի եւ թիկունքումս զգացի աղմուկ եւ այդ աղմուկը այնքան սաստկացավ ես ստիպված եղա միջամտել եւ խնդրել որ լուռ մնան եւ մի կին ինձ այսպեսի պատասխան տվեց ասեց Տեր ջան ասեց որ իմանաս ինչ կատարվեց դու էլ մեր հետ կսկսես աղմկել եւ հետո իրենք լռեցին պատարագը երբ որ ավարտեցի իջա ափսոս չգտա այլևս իրենց, բայց ներկա հավատացյալներից իմացա հետևյալը, խոսողը եղել էր բժշկված աղջկա մայրը, իսկ աղջիկը երկար տարիներ զրկված էր խոսելու կարողությունից։ Իրենք հավատքով եկել էին սրբավայր։ Աղջիկը ծնկաչոք մոտեցել էր այն տեղին, որտեղ ավանդությամբ ասում են, որ պահվում էր սրբի մասունքը, համբուրել էր եւ դարձել ու ձայնել էր մորանումներ տվել։ Եվ այդ աղմուկը սկսվել էր այդ տեղից եւ իրենց ապրումը ես գիտեի որ ասում է Աստված կտա մեզ ասում է ես հավատում էի այսինքն այդ հավատքն ա տվել այդ բուժումը աշխարհի ամենաթանկ բանը մարդն է եւ մարդկային հարաբերությունները իսկ մենք այսօր դա կորցնում ենք կարծրացած սրտի մեջ Աստված չի տեղավորվի։ Այսինքն այն սիրտը, որ Աստծուն մերժում է, այդ սրտի մեջ Աստված տեղ չի կարող ունենալ։ Եվ ասում է Աստված խորշում է այդպիսիներից։ Շատ հաճախ մենք գնում ենք եկեղեցի կամ որևէ սրբատեղի, որևէ ուխտատեղի, գնում ենք
ոչ թե Աստծուց բան ուզելու, այլ գնում ենք մեր կամք Աստծուն թելադրելու։ Գնում ենք ասում ենք Տեր Աստված ջան, ես էսի ինչ ինչն եմ ուզում եւ էսպես եմ ուզում։ Սա արդյոք աղոթք է։ Սա արդյոք զրույց է Աստծու հետ։ Իսկ ես հարցնում եմ Տեր Աստված, այն ինչ որ ես ուզում եմ, դա քո կամքով է։ Ճիշտ բան եմ ուզում։ Ճիշտ կերպով եմ ուզում։ Այդ հրաշքները իրականություն են դառնում այդ տեսակ զրույցների դեպքում, երբ որ իրապես այդ զրույցը սրտանց է, երբ որ իրապես ես իմ առջև Աստծու ներկայությունը պատկերացնում եմ, չեմ եկել մենակ խոսելու, եկել եմ երկխոսելու, իմ հոր տուն եմ եկել, իմ հոր այդ հանդիպման եւ իր այդ զրույցի եմ եկել։ Եվ մենք գիտենք նաեւ, որ աղոթները միշտ չէ, որ կարող են պատասխաններ ունենալ։ Կամ միշտ չէ, որ այդ աղոթները հենց անմիջապես պիտի պատասխանները տրվեն, կամ հենց այդ տեսքով պիտի տրվեն։ Կարող է ստանամ իմ աղոթքի պատասխանը, բայց չունենամ աստվածգիտությունը, ճշմարիտ Աստված ճանաչողություն եւ Աստծուց ինձ տրված պատասխանը ես չզգամ։ Այո, աղոթքը ստանում է իր պատասխանը, երբ որ լինում է հավատքով, սիրով եւ սրտանց, ճշմարիտ երկխոսություն է լինում։ Բայց Աստված կարող է եւ մեզ համբերելու, համբերություն սովորեցնելու, մեզ ավելի կոփելու, ուժեղացնելու համար հետաձգել։ Ես կփորձեմ Պողոս առաքյալի խոսքերով բացատրել, ասում է հավատքը չտեսնված բաների ապացույցն է եւ հուսացված բաների իրողությունը։ Բարոյականությունը մարդ Աստված ճիշտ հարաբերություն է։ Արդարությունը Աստծո կամքին հնազանդ ապրելն է։ Ամեն մի օրենք նախ գալիս է արդարությունից, Աստծուց։ Եվ օրենքները տրվում են մարդուն ոչ թե իրենց պատժելու համար, այլ մարդկային հարաբերությունները ճիշտ կազմակերպելու համար։ Ուրեմն եթե օրենքը որևէ մի բան արգելում է, դա ինքնաբերաբար դառնում է անբարոյական, երբ որ դու այդ բանը անում ես։ Երբ որ անում ես ինչպես օրենքն է, դա դառնում է, այսինքն դրանք փոխկապակցված են իրար հետ։ Իսկ եթե չկա հավատք կամ բարոյականություն, նորմ, որևէ մի նորմ չկա, ուրեմն ես կարող եմ անել այն, ինչ ուզում եմ, երբ ուզում եմ, ինչպես ուզում եմ։ Իսկ սա կլինի արդեն անարխիա։